կմատակարարենք ոչ բարեկամ երկիրներու չաղացներուն եւ ավելին զիջողական քաղաքականության նաեւ չափազանցված ըսկուշավորություն միախառնելով մարզաբես մեր իրավունքները կգործունցնենք եւ Հայաստանի անկախությունը կնսեմացնենք 5-րդ դարում մեր ժողովուրդը որպես մեկ ամբողջություն Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ ոտքի ելավ երբ հայրենիքը վտանգի տակ էր եւ մեր ժողովուրդը միապարան ըսավ մեր հայրենիքի անկախութենեն հայորեն ապրելու խոյադևելու մեր իրավունքեն ոչ ոք կրնա շեղել սպասելի է որ այսօր հայրենիքի մեր ժողովուրդը նույն ոգիով նույն հավատքով նույն գիտակցությամբ նույնս է երրորդ Հայաստան ըսպուրք սերտ կործակցությունը ամուր հիմքը կգազմե մեր բանջադիրական բայկարին դժբախտաբար չգրցանք ընդհանրապես հայ ժողովուրդը հուսով եւ հատկապես հայ թադի հետապնդման աշխատանքներու գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպիսի երբով որ հայ ժողովրդի երկու փեբերներում Հայաստանին ու ըսպուրքին մոդեցումները ներթաշնագվին մեր հայեցողությամբ կարելի է ու հրամայական ազգային եւ պետական շահերը թաշնագել ոչ թե անչադել ու հագացվել կարելի է ու հրամայական Հայաստանի պետության եւ ըսպուրքի թերագադարության միջև համատրում ստեղծել ոչ թե Հայաստանը ըսպուրքեն եւ ըսպուրքը Հայաստանեն հերացնել կարելի է ու հրամայական Հայաստանի եւ ըսպուրքի միջև թերերու հստակեցում եւ աշխատանքի բաժանում կատարել մեր ազգի ներուժին ամբողջական ու ճիշտ օգտագործումով ըսկուշ հազար անգամ ըսկուշ հիշյալ կարելիություններեն ու հրամայականներեն խուսափումը Հայաստանը կրնա առաջնորդել թեպի վտանգալից հորիզոններ ու մեր ազգը թեպի ներքին փեվերացումներ որոնց նախանշանները սկսած են երևելի դառնալ հոս ու հոն չորրորդ քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել գիզագետը մեր բանջարդիրությամբ անցնող դասամյակներում ագաթեմական ու քարոզչական մարզերեն ներս հսկա աշխատանք կատարվեցավ հարկ է շարունակել նույն աշխատանքը սակայն անոր առընթեր անհրաժեշտ
որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան հիզագետը մեր պահանջադիրական պայքարին քայլ բահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմաններու հոլովույթին հետ։ Ճիշտ է, քաղաքական ու իրավական թաշտերը իրար մեջ դեսականորեն անջատեն, սակայն ներկա աշխարհի մեջ անոնք իրարու հետ սերտորեն առնչված են, մեկը մյուսը պայմանավորելով, հարաբերաբար ազգային թե շրջանային շահերում, որ դժբախտաբար բացակա է իրավունք ու արդարությունը։ Արդ մեր մոտեցումը պետք է լա իրատեսական, հարկ է լալ արդյուն և մեր աշխատանքը դասավորել համապատասխան աշխարհի հարափոփող պայմաններում։ Եվ վերջապես հինգերորդ, հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է։ Ազգերու հարավոր պատմությունը ցույց կտա, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իր իրավ ու մնայուն բարեկամը շահն է։ Այսօր մենք փաստորեն բարեկամ չունենք, մեր ժողովրդին միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակներուն համախմբումն է, հայկական ըսպյուտ գործակցությունն է, պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպությունները ամենտեղ կանցադառնանք արդյոք, որ մենք սկսած ենք իրար մեջ հեռանալ, խաբուսիկ երևույթներեն չդարվինք, ներ հայաստանյան, ներ ըսպյուրքյան, ներ կուսակցական, ներ համայնքային ջեղքերու բազմացումը սկսած է դգարացնել մեր հավաքական հավատքը ու չլատել մեր հավաքական վճռականությունը։ Մենք որպես Հայաստան ըսպյուրք և որպես ազգ սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անցունդ կընթանանք, հետևաբար արցնանք այլևս, համախմբվենք ու համախմբենք, գշեշտեմ, համախմբվենք ու համախմբենք մեր ազգին ներուժը, իխնդիր Հայաստանի հզորացման և մեր իրավունքներու հետապնդման, սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան և ըսպյուր աշխարհի, ուրիշ ճամփա չունենք, համախմբվենք ու համախմբենք, այս է պատկամը, այս մադրամ մեջ հանգչով, մեր սրբացյալ նահատակներում։ Եկեք լսենք պատկամը մեր սրբացյալ նահատակներում և այդ պատկամին հավատարմությամբ վերանորոգենք մեր կյանքը, մեր պահանջադիրական պայքարը այժմ
եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն